Ցավոք մենք շատ չունենք ամրոցներ, որպեսզի կարողանանք որպես պրոդուկտ վաճառել։ Տվյալ պահին կարող եմ նշել կոնկրետ 3 ամրոց կամ բերդաքաղաք, որոնցից մեկը Լոռե բերդը, որոնք քիչ թե շատ վաճառվում են տուրիստական փաթեթներում, այդ Ամբերդն է, Դաշտադեմի ամրոցը եւ Լոռի բերդը։ Ցավոք Ամբերդի հետ կապված մենք շատ վաղուց ունենք խնդիր ճանապարհները, Ամբերդ հասնելը վերջին տարիներին հատկապես վերածվել է լուրջ քվեսթի եւ շատ տուրիստական ուղղակի հանել են Ամբերդը իրենց ծրագրերից, որովհետեւ մեքենան է վնասվում այդ ճանապարհներին եւ այդ ճանապարհը, որ կարելի էր անցնել 40 րոպե մաքսիմում, անցնում ես ժամուկես 2 ժամում, մի խոսքով ինքը դարձել է այլևս անհրապույր, ցավոք սրտի, զբոսաշրջության համար։ Հիմա կարծեմ պետք է վերականգնեն, թե սկսել են Ամբերդ ամրոցի վերականգնում արդեն կարծեմ 2-րդ տարին է ընթացքի մեջ է, բայց այդտեղ խոսքը բուն ամրոցի մասին չի։ Մենք կարող ենք այնտեղ շքեղ ամրոց կառուցել, վերակառուցել, վերանորոգել, բայց եթե մենք չունենք դեպի այդ ամրոց տանող նորմալ ենթակառուցվածք, տվյալ դեպքում ճանապարհ, ապա ցավոք սրտի ինքը էլի չի աշխատի։ Դրա հակառակ Դաշտադեմի ամրոցը այսօր շատ շահեկան դիրքում է հայտնվել, որտեղ ունենք հրաշալի լավ ճանապարհներ եւ ամրոցը վերջերս կրկին վերականգնվել է massամբ, պեղումներ են արվել եւ ինքը շատ շքեղ այսօր արդեն դիրք ունի զբոսաշրջության համար, դա Լոռի բերդը նույնպես էլի ամրակայման աշխատանքներ են հիմա կատարվում, հրաշալի լավ ճանապարհ կա։ Ցավոք ամրոցների մասով էս 3-ն է հիմնական այցելավայրը, չնայած մենք ունենք Հայաստանում շատ այլ ամրոցներ, նույն Մարզպետոնու ամրոցը, ասենք, Վեդից ոչ շատ հեռու, Տավուշի մարզում ունենք, Խոսրովի արգելոցում, ուղղակի ստեղ արդեն մի քիչ հասանելիության խնդիր կա, նույն չգիտեմ, Կաքավաբերդ հասնելու համար կամ պետքա օգտվել ամենագնացներից, կամ որ շատ հաճախ արվում է միայն քայլարշավային туриզմի շրջանակներում ենք այցելում, իսկ դա այդքան շատ չի, հա, դրա համար այս top 3-ը առանձնացրեցի։